Շարունակենք կրիպտոգրաֆիան։ Աուդենտիկացիա եւ ավտորիզացիա։ Ինչ տերմիններ են սրանք։ Արդեն մենք դրա մասին խոսում ենք, երբ որ ներածություն ենք անում, որ այդպիսի բան կա, ինչպես ասենք hash կամ ասենք մանա, ենթադրենք ռեգիստրացիաները, բանկ ստորագրություն, կրիպտոգրաֆիայի շիֆրացիա, դեշիֆրացիա։ Ինչա աուդենտիկացիան։ Աուդենտիկացիան ինչ է, ես ներկայացնում։ Միանգամից ասեմ ամենակարևորը, ով ես դու։ Այսինքն համակարգ ենք մտնելու, դե մեր կրիպտոգրաֆիայի ամբողջ իմաստն է, որ դուք հեռահար համակարգ եք մտնում, ներքինը առաջնային չէ, ասենք մի կոմպից ընտանիքում շատերը են օգտվում, ոչ։ Դուք որևէ համակարգ եք մտնում, այդ համակարգում ճանապարհ եք անցնում, այդ համակարգի ճանապարհում ձեր ձեռքից կխլեն, ձեր փոխարեն կմտնեն եւ դա կոչվում է կրիպտոգրաֆիա, այսինքն ապահովություն։ Շարունակեմ։ Տեսեք։ Հիմա տեսեք։ Եթե նույնիսկ ես հիմա փոքր սխեմա ցույց տամ, տեսեք, խնդրեմ, ահա։ Ունեմ user։ Ասենք ABC եք հավաքում user-ում, ունեմ password։ Ասենք 1 2 3 4։ Սա կլիենտն է։ Քանի որ մեզ մոտ համակարգը եռահար, ցանցային, ինտերնետային համակարգով մտնում է համակարգ, ասենք որևէ, սիրում ենք Facebook, եթե chat եք անում, պետական համակարգ, եթե դուք այնտեղ գործողություն եք անում, ինչևից է։ Այդ համակարգի մուտք գնալը աուդենտիկացիա կոչվում, այսինքն դուք եք թե չէ։ ABC-ն կգա այդտեղ, password-ը կգա այդտեղ, եւ աուդենտիկացիան ասում է, ով եք դուք, եթե չի համընկնում ձեր ով լինելը, չի համընկնում, ապա ինքը ձեզ մուտք չի թողնի, սխալ password կլինի, կամ մի ուրիշ բան կլինի, այսինքն ստացվում է համակարգ մուտք անելու համար, ով ես դուի պատասխանը պարզ է, անունը աուդենտիկացիա կոչվում, ինչա ավտորիզացիա, այստեղ ավելացնեմ, որ աուդենտիկացիայի ժամանակ դուք անուն ծածկագիր եք տալիս հիմնականում, կարող է նույնիսկ ծածկագիրը լինի դեմքի վերցանում, կարող է մատնահետ լինի, կարևոր չի։ Այստեղ կարևորը, որ ձեզ ինքը վերիֆիկացիա կանի։ Հետաքրքիրը հենց այդտեղ ես ավելացնեմ, անուն ձեռք բերած ինֆորմացիան աղբյուրներին կցում են համակարգերը, որպեսզի դա ավելի հաստատագրված ապահով լինի։ Այդպիսի բան կա, շատ դեպքերում դուք որ ռեգիստրացիա եք անում, գոնե մեյլի անունը տալիս եք, որ եթե մեյլ չեք տալիս, ինքը չի ընդունում, որ դուք իրավունք ունեք մտնեք։ Ինչ է ավտորիզացիա։ Շարունակում ենք։ Իսկ եթե դուք մտել եք համակարգ, ինչ կարող եք անել հարցին ենք պատասխանում, այսինքն ինչ հնարավորություն, ինչ թույլատրություններ ունեք, ադմինիստրատոր եք, տնօրեն եք, ավելի security եք, ավելի ցածր եք, ուսանող եք, դա սա կարևոր չի։ Ահա, նա պատասխանի ինչ կարող ես անել հարցին։ Շատ լավ։ Ոնց որ ֆիլոսոֆիան եւս մի անգամ կրկնեցինք, որ ասել ենք, հիմա այս թեման, այս դասը միայն օրինակով ենք մենք հնարավորին չափ տեսություն խոսելու։ Ամեն դեպքում օրինակի քննարկում կգնա, օրինակ այստեղ արդեն դրված է։ Ինչ ասում։ Սկսենք օրինակի որոշ էլեմենտներ նախնական խոսել, կունենա անունիտարակ principle, որտեղ ինտերֆեյսներ կլինեն, մեզ ծառայող են, կա անունիտարած, կա ինտերֆեյսներ, երկու գաղափար է լինելու փոփոխականներով, իրենց ինտերֆեյսներով, ինքնության անվան տակ մեկ identity կհասկանանք, լիազորությունները, թե դուք ինչ կարող եք այդտեղ, ինչ գործողություններ, ինչ տեղերով կարող եք ման գալ, ինչ բազակարդալ, կոչե principle։ Principle է տնօրինել, բայց տնօրինել ոչ թե տնօրեն, այլ տնօրինել հնարավորության։ Ինչ հնարավորության եք տնօրինում, եթե դուք բառացի թարգմանեք։ Ինչևից է, մենք ունենք այդպիսի ինտերֆեյս, այս փոփոխականը մեր ծրագրում կլինի, ով է օգտատերի հարցին կպատասխանի, իսկ principal-ը ոչ միայն օգտատերը կընդունի այս identity-ով, այլ նաև դերերը, այսինքն ինչ կարող է անել, roles կա համարենք իրեն։ Հայ, սա առաջին մեր մոտեցում, մեր ծրագիրն ենք, մենք
այժմ քննարկում։ Եթե ծրագրում կարմիրներով ես ցույց եմ տվել, շատ հարմար է, որ այդպիսի փոփոխականներ կան։ Իսկ կարմիրները շատ առաջնային են լինելու մեր գաղափարախոսության հետ կապված։ Անցանք առաջ։ Մի շատագույն կարևոր բան է տրվում։ Այս security-ն, այս կրիպտոգրաֆիան, այս պաշտպանվածությունը կատարվում է տեխնիկապես back-end-ում, հոսքերի մակարդակով։ Դուք հոսքեր անցել եք։ Ցանկացած ծրագիր, որևէ հոսքով է մեզ հետ առնչվում։ Գնանք առաջ, ասենք տեսնենք։ Ցանկացած ծրագիր, դա կոչենք application, ինքը RAM-ում process-ով է գալիս, ահա, որևէ process-ով նստում է, մենք ունենք, որ նաև OS ունենք, օպերացիոն սիստեմա, framework ունենք, անցել ենք սա։ Application-ը process-ի միջոցով գալիս է application-ը ենթադրենք one։ Գոնե մի հատ trade կա, այսինքն գոնե մեկ trade անպայման ծրագիրը ունի։ Ծրագիրը, սա կրկնություն է։ Զուգահեռ ծրագրավորման trade բաժնից ենք օգտվում։ Application-ը գնում է process, application-ը SSD-ի վրա է։ Application process-ով գալիս է RAM եւ որևէ մի trade-ում ինքը տեղավորվում է։ Trade-ը դա քվանտ բաժիններ CPU-ի վրա աշխատելու համար։ Եթե դուք ուզում եք processor վրա աշխատեք, իսկ մեզ մոտ CLR-ն է, չմոռանաք, Common Language Runtime-ն է, manage կոդով աշխատում, ապա այս trade-ը անպայման մի որևէ trade-ում օպերացիոն սիստեման այստեղ որևէ trade-ը տալիս։ Այս trade-ի մեջ մեր application-ը տեղավորվում է ու գնում է CLR, CPU եւ այլն։ Իմաստը հետեւյալն է, որ մենք trade-ով ենք աշխատում, նմբարտադիր է գոնե մեկ։ Եթե զուգահեռություն է, մի քանի trade ավելացնում ենք, որը անցել ենք։ Հիմա ի՞նչն է հետաքրքիր։ Security trade-ի մակարդակով, այսինքն trade սիստեման եւ որի անունը ես մի քիչ առաջ ձեզ տվեցի, կոչվում է trade context գաղափարախոսությունը։ Այս trade context գաղափարախոսության մեջ մտնում է, որ trade եւ current principal հատկանիշով ձեզ հատկացնում է security-ի այդ բոլոր տվյալները պահում է հենց այդտեղ։ Ինչու trade-ով։ Որովհետև trade-ը որ կցվում է ծրագրին, trade-ը նաև այլ ֆունկցիաներ, եթե նույն trade-ում եք աշխատում, այդ շարունակական ինքը կապի մեջ է։ Մենք այդ պարամետրով չենք փոխանցի։ Այսինքն մեր իրավունքները տվյալ trade-ի սահմաններում անվերջ է։ Շատ լավ, չմոռանանք, որ այստեղ նաև domain կա, որը որ կարող ենք ծրագրով նայել, այսինքն process-ից հետո domain-ա գալիս, նոր trade, այդպես նայենք։ Հիմա ինչ է ստացվում, որ մենք ունենք, եթե նույնիսկ ֆունկցիա ունենք, ասենք main, ինքը կոդ ունի, կանչնում է F1, զուգահեռ չի կանչում, կամ F, call-ա լինում F-ին, F-ը ինչ որ տարածքում է, այս F-ը կարող է կանչի F2, էլի է տարածքում, իմաստն եմ ուզում ասեմ, երբ որ call ենք անում F1, եթե main-ը հիմնականում trade 1-ում է լինում, trade 1, այսինքն ծրագրային հոսքի 1-ում է գտնվում, այս trade 1-ը փոխանցում է F2, էլի trade 1-ում է, այս trade 1-ը գնում է F3, էլի trade 1-ը, այս main-ի trade-ում, այսինքն trade-ը փոխանցումը կատարվում է, եթե, նորից եմ ասում, եթե զուգահեռություն չեք ապահովել։ Ահա այսպիսի տեխնոլոգիա, որ ֆունկցիայի տեղափոխելությունը trade-ում ավելի լավ է security-ին այդտեղ դնել եւ փոխանցումները կատարել trade-ի միջոցով։ Չմոռանանք, այսպիսի լավագույն հատկանիշ կա trade-ում։ Կա ուղղակի ուրիշ ոչ մի բան։ Անցնենք ծրագրին։ Ավելացնեմ, որ իմ ասած անուն ձեռք բերված ֆիրմաների կամ նրանց աղբյուրներին գրանցումը ապահովագրելու համար clients-ներ են կոչում մանավանդ ASP Core-ում, ASP.NET-ում եւ այլն։ Clients-ների տեխնոլոգիա է, որը մեր օրինակում նույնպես ցույցադրվում է։ Շարունակեմ։ Ծրագիրն եք նայում։ Ունեմ այսին namespace-ներ, չենք անդրադառնում, ինչ որ մի հրաման մի որևէ namespace-ից գալիս է եւ մտնում ենք լավագույն տեղը։ Protector այսպիսի կլաս ունեմ, կետով է կանչել, ուրեմն ստատիկ է։ Առաջինը կանչում ենք register user, այսինքն մեր համակարգում սկսում ենք ռեգիստրացիա անել user-ներ։ Ինչ է նշանակում դա։ Եթե ես կլիենտն եմ, user եմ, կլիենտ եմ,
Նորից եմ ասում, հավաքում ենք անուն, name, այսինքն ABC եւ password։ Ասենք, դες մի հատ 1 2 3։ Ինչ է ստացվում, որ նախորոք որևէ համակարգում կամ ես որ ռեգիստրացիա եմ անում ինքը պահում է, սա կոչվենք համակարգ, մեզ մատակարարող, մեզ ծառայող համակարգ, սոցցանցից միջև պետական մարմիններ, այստեղ ինքը շատ ռեգիստրացիաներ կունենա, կարող է նույնիսկ ձեր փոխարեն ռեգիստրացիա անի, բայց եւ այնպես մենք պայմանավորվել ենք դիջիթալ ստորագրության ժամանակ, թվային ստորագրության ժամանակ, հեշավորման ժամանակ այս password-ը երբեք չի պահում համակարգը, այս սիմվոլը իր մոտ էլ չի պահում, բայց երբ որ մենք համակարգը արդեն լցված է շատ name-երով եւ շատ password-ներով, name-երը կպահի այստեղ, կպահի ABC-ին եւ շատ միլիոնավոր chat-ով եւ այլ համակարգեր password-ները այստեղ չի պահում, այսինքն 1 2 3-ը եկես այս կարմիրով ջնջենք, չի պահվում, այսինքն նույն սերվերի վրա գողանալ հնարավոր չի, միայն եւ միայն մի ճանապարհ կա վտանգի, դա նա է, որ եթե ես հիմա իրան ուղարկում եմ ճանապարհ, այս ճանապարհին այս password-ը չգողանամ, այս կոչվում է encrypt decrypt կամ շիֆրացում, ասիմետրիկ թե սիմետրիկ կապ չունի, այս ճանապարհին գողություն չունի, սա հենց կոչվում է բան է, ուրեմն կրիպտոգրաֆիայի ասիմետրիկ եւ սիմետրիկ շիֆրավորում եւ դեշիֆրավորում։ Ճանապարհի մասին չի խոսքը, ավտորիզացիան ասում է, երբ որ իմ մոտ եք եկել, ես պետք է իմանամ դուք ով եք եւ դուք ինչ հնարավորություններ ունենք։ Այսպիսի գեղեցիկ տեխնոլոգիաներով շարունակում ենք, մտնում ենք այս ծրագիրը։ Գնանք, չգիտենք։ Մենք հերթականության protector-ը կլասա, register ունի IO ֆունկցիա, ուրեմն այս register-ը կանչում է մի այլ register, այսինքն register some user, որևէ user-ի register, ինձ մոտ օրինակում 3 հատ ռեգիստրացիա կա, անուն, password, ծածկագիր եւ ինչ հնարավորություններ ունեմ, այսինքն ավտորիզացիա։ Այս մեկը անուն, password, ինչ հնարավորություններ է ինձ թույլատրվում։ Սա ընդհանրապես հնարավորություն չունի։ Իմ some user register ֆունկցիան, որը ստատիկով կանչվեց, ռեգիստրա կանչում, այսինքն հաջորդն է ստացվում։ Չմոռանանք, որ մենք այս եռյակը հիմա կգրանցենք օրինակի վրա, բայց բազայում դրանք անվերջ շատ են, տարբեր ռեգիստրացիաների միջոցով։ Ինչ որ մի օր դուք ռեգիստրացիա եք լինում, եւ դրանով ավարտվում է։ Մնացած դեպքում դուք անդադ կանչում, անդադ կապնվում եք իր հետ։ Դուք քանի որ ռեգիստրա կանչում եկեք սա մանրանանք։ Ինչ կա 3 պարամետր։ Նետպես էլ կա, քանի որ այստեղ 3 պարամետր է, 3 պարամետր։ Username ենք ուղարկում, մենք ռեգիստրացիա լինենք, ուրիշ ոչ մի բան դեռ։ Password ենք ուղարկում, դեռ ժամանակավոր, իր մոտ password-ը չկա։ Ես password եմ ուղարկում, մենակ ճանապարհին գողություն չլինի։ Սա շատ կարևոր է, ասենք այդ շիֆրացիայի ամբողջ իմաստը ասիմետրիկ թե սիմետրիկ կապ չունի։ Ճանապարհին տվյալ password-ը չգողանան, չփոխեն եւ այլն։ Եվ ռոլ այսա ավտորիզացիա, ուրեմն ավտորիզացիայի համար է, որ ձեր թույլատրությունները, այսինքն ինչպիսի թույլատրություններ են տալիս։ Մեզ մոտ optional parameter անցել ենք։ Այսինքն եթե այստեղ չի դրվում ասենք եթե այս ֆունկցիա եմ կանչում 2-ով, խնդրեմ, այդպիսի բան կա, այսա։ Երրորդ պարամետրը թույլատրում է։ Խնդրեմ։ 0-ով եմ սկսում, սկզբից իրան ոչինչ չեմ տալի։ Այս optional parameter, C#1 անցել ենք։ Շարունակում ենք։ Լավագույն միտքը, որ կասենք, մենք անցանք թվային ստորագրություն, մենք անցանք հեշավորում, մենք անցանք կրիպտոգրաֆիա սիմետրիկ եւ այլն, աղ ենք անցել, աղ հրաման չկա, soft։ Գաղափարը։ Soft-ը բայթերի հավաքածու է, սա ուղղակի կրկնություն է մի ամբողջ կրիպտոգրաֆիայի։ Ուրեմն աղը բայթերի վեկտորա զանգված, այսինքն array-ը, եւ այդ բայթերի վեկտորը պատահական թվերի գեներատորով, նախորդ դասին ենք անցել թվային ստորագրությունով, ռանդոմ ենք անում, բայց էնտրոպիան շատ ավելի մեծ։ Վերջը սա էլ է հրաման։ Ռանդոմ ենք անում բայթերի խումբը, մենք այդպես էլ կանենք։ Օգտվում ենք աղ ենք անելու, որտեղ մենք լսել ենք, որ password-ը համակարգը, որը մեզ ծառայում է, սերվերը, password-ը որպես այդպեսին իր մոտ չի պահում, նորից եմ ասում։ Այս password-ը սինտաքսիս սիմվոլիկայով սերվերը չի պահում։ Բա ի՞նչն է պահում։
Նախորդ դասին ենք անցել։ Հեշային ֆունկցիան անցել ենք, իսկ նախորդ դասին թվային ստորագրությունով, որտեղ թվային ստորագրությունը մի քիչ մեր դասին մոտիկ է, բայց թվային ստորագրությունը ձեր ինքնությունն է միայն ցանկանում պետական մարմիններում, այսինքն դիմում եք գրում ինքնությունը։ Այստեղ շատ ավելի վտանգավոր է մտնել սերվերը քանդել, սերվերում ձեր password-ը գտնել, չեք գտնի, որտեղ սա չկա։ Ինչևից է։ Հաբա սրա փոխարենով է։ Նախորդ դասին ենք անցել, թվային ստորագրությունով շատ լավ անցել ենք եւ այլն։ Մենք սրա փոխարեն կվերցնենք ժամանակավոր random աղ, խնդրեմ, salt byte-ա կոչվում, ինչքան է 16-ը մեծ անգամ լավ։ Խնդրեմ, պատական թվերով լցնում ենք եւ salt text-ը ոսե կոնվերտացիա անում։ Այսինքն այսքանը աղ ստեղծելու համար է։ Հիշենք, աղը միշտ պահում է սերվերում, այն էլ բաց տեղերում, ոչ մեկին չի խանգարում, բայց տվյալ user-ը պայմանավորվել ենք, տվյալ user-ը, ասենք ABC user-ը, այդպես նայենք հարցին։ Ուրեմն մի վարքյան, ISSPC user-ը իր հետ ինչ որ ABC user-ը բանա ռեգիստրացիա եղածա համակարգում։ Ինքը աղ իր մոտ է պահում, նույն ֆոլդերում, ոչ մի վտանգ չկա։ Ինչն է նաև իր մոտ պահում։ Իր մոտ պահում է նաև սոլթացված password-ը, այսինքն աղը, որը որ շատ կարևոր չի, ինքը վերցնում է հերթավորման ալգորիթմ, արդեն անցել ենք շփոթման ֆունկցիաների միջոցով։ Մեր password-ը, որը հենց նոր է եկել տեքստով չենք պահելու, այդ պատասխանատվությունից փախնում ենք։ Salt text-ը, որը արդեն ունենք random-ով է, հիշեք պատական, բայց տվյալ user-ի համար միշտ նույնն է, իր մոտ պահում է։ Ինչի համար է սա արվում։ Այս երկուսը գումարում է, անունը դրել ենք salt password եւ նախորդ դասին ենք անցել։ Մեզ պետք է ստանալ password, այս սա է գաղտնագրությունը։ Ինքը ոչ թե պահում է ձեր password-ը ABC կամ 1 2 3 4-ը կամ ավելի երկար, կարևոր չի։ Այլ իր մոտ պահում է compute hash-ով սոլթացված մի շատ մեծագույն թիվ, ով դա վերցնի մուտքանի չի ստացի, դրանով մուտք չի ստացվի։ Ում համար է լավ դա։ Միայն համակարգը, որը որ ծառայում է մեզ, այդ համակարգը վերցնում է, ինքը ձեր parole-ը սոլթացած hash-ով հետ կվերցնի եւ համընկումները կնայեն։ Այս տեխնոլոգիան, որ թվային ստորագրությունով մենք անցանք, այստեղ նույնպես շատ գեղեցիկ ձևով կիրառվում է։ Վերջ, սոլթացված hash-ը չմոռանաք, պահվում է սերվերի վրա, ցանկալի է սա մի քիչ թաքուն պահել, բայց մեկը ով որ սա վերցնի, չի կարող գնա մուտք լինի ուրիշ տեղից ու փախուստ չի կարող։ Նա պետք է տվյալ user-ը salt ունենա, տվյալ ծրագիրն ունենա, վերջ ամեն ինչ պետք է, ասենք այդ մարդը պետք է, ասենք password-ը չկա։ Սա շատ կարևոր է, կարմիրով եմ նշել, որ իմանանք, մենք մուտք ենք կատարում համակարգ եւ կատարում ենք։ Հիմա քանի որ ստեղ կա 3 հատ ռեգիստրացիա, այս 3 ռեգիստրացիաները մենք կատարում ենք user class-ի միջոցով։ Բարձրանանք։ Մենք մի հատ class կստեղծենք, կունենա name, բաց է սերվերում է գտնվում, կունենա role, նորություն է, digital ստորագրության կամ թվային ստորագրության տեսանկյունից նայած, այսինքն սա ավտորիզացիա է, այսինքն ինչ կարող է ինչա թույլատրված կատարել։ Սերվերը պահում է իր մոտ այս երկուսը salt-ը, որը տվյալ անունի համար ֆիքսված է, եւ սոլթացված password-ը, որը արդեն security է, արդեն կրիպտոգրաֆիա, արդեն շատ մեծ է։ Ով գողացավ սա, դեռ չի կարող մուտք անել։ Ոչ մեկը parole չի պահում, դրա համար եթե դուք սերվերից նույնիսկ գողանաք, դա չի կարող մուտք անել տվյալ մարդու անվանն հետ։ Ահա այս 4-յակը user-ը։ Հիմա այս 4-յակը պետք է մի ձևով ռեգիստրացնենք, խնդրեմ։ Name-ը name-ի տակ, role, salt text եւ այսինքն այս օբյեկտը, այս user օբյեկտը ես մի հատ կատարեցի, շատ լավ արեցի։ Հիմա սրանք հերթով պետք է կատարել 1 2 3 եւ որտեղ պահենք լավագույն պահելու տեղը, որ կարելի է հնարել այս տարբերակում, dictionary collection-ները։ Ինչն է հետաքրքիր։ Dictionary-ն ունի երկու generic պարամետրեր։ Առաջինը key-ն է եւ երբեք չի կրկնվում dictionary-ներում,
Մեզ մոտ էլ այդ username-ը կդնենք ստեղ, ահա, իսկ user-ը ամբողջ օբյեկտը կդնենք երկրորդի մեջ։ Այդպես էլ կա, ասենք այս ամբողջ օբյեկտի այս տվյալները կդնենք երկրորդի մեջ, քին կլինի միայն եւ միայն չկրկնվող անուն, չկրկնվող անուն, չկրկնվող անուն։ Ահա դրա համար add-ը dictionary հրամանա, collection-երում ենք անցել, մի հատ user-ի name ենք դնում key-ում, չկրկնվող եւ ամբողջ user օբյեկտը։ Ստացվեց, որ մեզ մոտ այս ռեգիստրացիան եղավ։ Այս 3 ռեգիստրացիաները անելուց հետո մենք վերադառնում ենք ծրագիր։ Հիմա փորձում ենք, տեսեք, register some user-ից հետո մենք փորձում ենք կատարել ուրեմն login լինել, այսինքն մենք պետքա կատարենք այդ բանը, ինչա կոչվում։ Ուրեմն, հա, աղից հետո մոռացա ասեմ։ Ինչա կատարում ռեգիստրում։ Այս երդյակը գալիս է գրանցվում, սակայն ես մոռացա։ Այստեղ ավելացնեմ, որ շիֆրացումը կատարվել է արդեն եւ շիֆրացումը պահվել է։ Այսինքն մեզ մոտ շիֆրացումը տեղի ունենա, չենք մոռացել։ Ուղղակի։ Ուրեմն մեզ մոտ տվյալ անունով շիֆրացումով նշված է, արդեն բազան լցված է։ Հիմա մնում է հեռանանք մի քանի որոշ ժամանակ հետո մոտենանք էլի։ Մենք մուտք ենք կատարում, մուտքը password, անուն password, եւ միանգամից համակարգ ենք գնում, համակարգում կլինի նաեւ այս ծրագիրը, այսինքն login ծրագիրը։ Ստուգում ենք login password-ը։ Գնանք։ Login ծրագիրը ասում է install user, որ ինձ մոտ չկա, հիշացնեմ, սա շատ կարևոր է կրիպտոգրաֆիայում։ Username ինձ մոտ չկա, սա չեմ կարող, սխալ ասեցի։ Password-ը ինձ մոտ չկա, ճիշտ է, user-ը կա հաստատ 100%։ Ինձ մոտ password-ը չկա։ Ինչ եմ անում։ Check password ծրագիր եմ կանչելու։ Ուղարկում եմ դրանք ամեն մի user-ի համար եւ check password-ը նայում եմ հակառակ գործողություն։ Մենք ունենք salt տվյալ user-ի համար։ Մենք ունենք saltացված password տվյալ user-ի համար։ Եվ չունենք password-ը։ Երբ որ user-ն ու password-ը գալիս է, հարցնում ենք, տեսեք, user contain key, այսինքն dictionary-ն այս name-ը ունի, եթե այս name-ը չկա, միանգամից false, return false։ False-ը return անում, հեսա կտեսնենք դա իրանից ինչա ներկայացնում։ Մյուս տարբերակը, եթե անունը համընկավ, մենք այստեղ արտահայտություն կա, continue checking password, մեր password-ն ենք նայում։ Password-ը նայելու համար, տեսեք, user name-ի բոլոր տվյալները user-ում ենք պահում, ոչ մի խնդիր, այս name-ի տակ մենք ունենք, մեզ մոտից վերցնում ենք, բայց այդտեղ կա password-ի salt-ը եւ password-ի has salt-ը։ Այս պետքա ես վերցնեմ հետևյալը։ Վերցնում եմ տվյալ username, հեշավորում անելու համար ես նոր salted password եմ ստանալու, ուղարկած password-ը ձեր ժամանակավոր իմ մոտ չի, եւ այս salt-ը ունեմ, այսինքն իմ մոտ գտնվում է salt-ը 1, հենց իմ մոտ սերվերի ծառայող համակարգի, եւ իմ մոտ մտնում է password, որ ես չունեմ, ես չեմ էլ պահում, ռիսկ չեմ անում։ Ես այս երկուսը անցել ենք, որը բայթում եմ գնում, այսինքն բայթերի վեկտորում եմ գրում, պայմանավորվել ենք այսպիսի բան կա, գումարելով դա ստացվում է, եւ հենց հիմա հաշվում եմ քո ուղարկած password-ը եւ իմ salt-ով այդ նույն ալգորիթմով կատարում եմ, տեսեք, այս hash, որովհետեւ այստեղ նշված է կրիպտոգրաֆիայի hashing-ի 256 բիթանոցը, որ security-ն բարձր լինի ընդհանրենք, compute hash, մի հատ էլ եմ հաշվում compute hash, այսինքն compute hash մի հատ ռեգիստրացիայի ժամանակ էր, մի հատ էլ compute hash, salted password-ը, որ հենց նոր եկավ, password-ը ժամանակավոր, որ ես մոտ չկա, եւ salt-ը ես ունեմ, խառնեցի, ստացա, մի շատ լավ, իմ մոտ արդեն գոյություն ունեցող, նորից եմ կրկնում, իմ մոտ արդեն, համակարգի մոտ արդեն, ես համակարգն եմ, համակարգի մոտ արդեն գոյություն ունեցող, այս դաշտի հետ, այս դաշտ ասադրված այս մոտ, դու ցանկալի ես մի քիչ թաքուն պահել, ճիշտ պահել, տեղում պահել, ծածկագրված, վերջը, բայց իր գողությունը վտանգ չի ներկայացնում, պարզ է, ուրեմն ստացվում է, որ իմ այս
աշխատանքի ժամանակ return եմ անում true false, եթե չի համընկնում, ուրեմն password-ը չբռնեց, իմ սոլթով մոլթով եւ այլն, եթե true է, ամեն ինչ նորմալ է։ Եկեք այս մասը հենց աշխատացնենք, արդեն ծրագրին ասեմ, միանգամից աշխատացնեմ, ես user-ներ ունեմ այնտեղ, այնտեղ ունեմ BBB, կասեմ ձեզ, password-ը սխալ եմ դնում, տեսեք, let's continue check password, ինքը password-ը continue անում, բայց ինքը չի կարող check password-ը continue անում, բայց login failed, այսինքն password-ը սխալ է։ Եթե ես նույն ծրագիրը նորից աշխատացնեմ եւ user-ը սխալ անեմ, password-ը սխալ անեմ, ընդհանրապես չի մտնի այդտեղ։ Ահա, իմ ծրագրի այդ հատվածը ես կարողացա աշխատացնել։ Հիմա նայենք, մեզ մոտ կա alt-dart user BB-CC, եկեք B-ով գնանք, ինքը պրոգրամեր է, լիդեր, ասինքն ինչ հնարավորություններ ունի կամ ինչ իրավունքներ, փորձեմ ես B-ն աշխատացնել, գնացինք։ Username BBB, password-ը ճիշտ հավաքեմ, մենք ունենք արդեն ծրագրի այլ հատվածը, որը դեռ ես ձեզ չեմ ասում, բայց ավտորիզացիան տեղի ունեցավ, տվեց ովքեր են դեռ ծրագիրը չեն նայել, հաջողություն այս մասն էլ վերջում կբացատրեմ։ Ես մոտ գնաց գործողություն։ Հիմա տեսեք, եթե check password-ը ստեղ մտավ, շատ կարևոր դեռ չեմ վերջացրել, դեռ էությունը չեմ վերջացրել, դեռ ծրագիրը ուղղակի աշխատացրեցի։ Եթե մտավ if-ը, if-ով մտավ, ապա մենք կատարում ենք այն երկու մեծ գործողությունները պլյուս երրորդը։ Ես մի հատ փոփոխական եմ վերցում, անունը identity, այսինքն սա մեր ծրագրում կոչում էր, տեսեք, ով ես դու, այսինքն օգտատիրոջ ստուգումն ենք ռեգիստրացնելու եւ դերերը roles-ի տակ են գրել, այսինքն ինչ կարող է կատարել։ Պայմանավորվենք, սա օգտատերի ով լինելն է, այսինքն username-ն է, ես եմ, բայց ծրագիր կա, բայց security համակարգ կա, generic identity, այսինքն generic identity-ին իդենտիֆիկացիա կատարում առաջի փուլը, ստնում աստեղ։ Ես սա դերպնի կծեմ, սա պետք է ես միտեղ պահեմ, որ security-ն ճիշտ աշխատի, ավտորիզացիան ճիշտ աշխատի։ Պրինցիպիալը հաջորդն էր, ինչ դերեր ունեք, ինչ հնարավորություններ ունեք, էլի մեզ մատակարարվում է մեթոդ։ Ավելի շուտ կլաս իր պարամետրերով, մեթոդ չի։ Կոնստրուկտոր աշխատում։ Այս իդենտիֆին գումարվում է ստեղ եւ իմ կլասից կվերցնի այս կլասից ուրա username-ը ինչ կորավ այս username-ից roles-ը կվերցնի, որը բաց ինֆորմացիա է։ Այդ բաց ինֆորմացիան կվերցնի, շատ լավ երկու փոփոխականները ունեն։ Պրինցիպիալը օգտվեց իդենտիֆիկից, հիմա այս պրինցիպիալը որտեղ են պահում, լավ, մենք պայմանավորվել ենք մի շատագույն կարևոր բան, ֆիլոսոֆիան ասեմ, backend-ում trade context, ես անպայման իրան trade-ում եմ ռեգիստրացում, այս այլ է security-ին բազմապատկում, հլը trade-ով է կատարում, հլը որ դուք պետք է տիրապետեք այդ ծրագրային հատվածին, որ դրա security-ին տեսնեք, պայմանավորվենք trade static անդամ ունի property, այս static անդամ property-ն մեզ հնարավորություն կտա, տեսեք, ուրեմն trade current principal, այսինքն trade-ում եմ տեղավորում իմ այս ամբողջագույն իմ ռեգիստրացիան։ Եվ տեղադրելուց հետո արդեն նա գտնվում է trade-ի մեջ։ Բարձրանանք վերև։ Տեսեք։ Ուրեմն login լինելուց հետո, password-ը ստուգելուց հետո, մենք ստուգում ենք տվյալ trade-ը, որը որ ազատ է, սկզբից 0 է, եթե
այս հրամանի վերագրումը նույն չի տալիս, կամ վերադարձել է ընդհանրապես շատ շուտ, որ մի քիչ առաջ նշեցինք, ես կարող եմ շատ շուտ էլ վերադառնալ, այս return-ով false է, էլի ստեղ չկա հղում, կամ false-ով ենք գնում, կամ ստեղ ենք false-ով գնում, ապա իմ ծրագիրը մի քիչ առաջ օրինակը ցույց տվեցի, եթե 0 է, trade-ի մակարդակով չկա ռեգիստրացիա, ուրեմն security-ն չի կատարվել, ստուգելա սխալ է կատարվել, current principal-ը աուդենտիկացիա եւ ավտորիզացիան տեղի չունեցել, ինքնից տալիս է login failed, վերջ, եթե սա չէ, վերջ ծրագիրը ավարտված է, ես հենց արդեն ինքը ռեգիստրացիա, արդեն ամեն ինչ նորմալ է, արդեն դուք նորմալ աշխատեք, այլ խոսելու բան չկա, բայց, ասած ձեռքի հետ, մենք մի հատ որևէ ժամանակավոր վառով ստեղծենք այդ նույն property, current principal-ը սարքենք եւ նայենք մեջը ինչ կա։ Տեսեք, դե պարզա շատ հեշտ է։ Իմ trade-ից current PIN վերցել եմ, P identifier-ը is authorized, այսինքն ավտորիզացիա եղակ boolean-ա, false true-ա։ Անունը կարող ենք տեսնել։ Admin-ես թե չէ, programmer-ես թե չէ, ստեղ ես չեմ ավելացրել նաև team leader-ես թե չէ, որսի ծրագիրը մեծ չլինի։ Այսքանը ուղղակի մենք տեսնում ենք, այսինքն ստացվում է, որ այս principal-ը սիստեմայա հատկանիշա, որը եթե արդեն պահեց կրիպտոգրաֆիա, մեր նշած վերնագրի ավտորիզացիայի տեխնոլոգիայում, ապա ինքը մեզ կվերադարձնի, եթե ուզենանք տեսնենք, դե ցանկանանք տեսնենք։ Ինչևից է, այսքանը տեսնելուց հետո եկեք ծրագրում մի հատ որոշ բան նայենք, էլի։ Տեսեք, ես այդքան ասելուց հետո եկեք այդ պրինցիպիալին մի հատ նայենք, սա։ Ուղղակի եւ 12-ով ժամանակ ունենք դրա համար, տեսեք։ Ինքը հարցական ունի, այդ նշանակում է, որ 0 ընդունող է։ Ինքը այ պրինցիպիալ ինտերֆեյս ունի, ասել են, որ այս ծառայությունները մատուցվում է միայն կոնտրակտ պրոգրամի ինտերֆեյսներով, իմպլեմենտացիաներով, եթե OP տերմինը հասկանալի է։ Այստեղ get ունի եւ set ունի։ Ու set-ի ժամանակ parza այս փոփոխականը երևի մեզ մոտ կա value-ով կընդունի, եք բարձրանանք, կարող է եւ ունի, հեսա մի հատ նայեմ, որպեսզի շատ երկար ճանապարհ է, բայց կարող ենք տեսնել իրան։ Այստեղ ինչ-որ միտեղ երևի կլինի։ Մի վարքյան Ահա, այս է։ Տեսեք, այսպիսի կոմպոզիցիոն ագրեգացիոն համակարգ կա, մտնեմ իմ ծրագիրը որպես այդպիսի, եւս մի անգամ F12 անեմ, որտեղ հազիվ գտնեմ իրեն, ուրեմն ռեգիստրացիան գնաց նորմալ ձևով set-ով, տեսեք, trade-ում ասացուգեր ծրագրավորման խորացված տեսակն է, get-ով ոնց ենք ստանում։ Get-ով ստանում ենք, return principal ենք ստանում, ասենք աշխատանքի ժամանակ ամեն ինչ նորմալ է, մենք գիտենք application-ը դառնում է process-ը դառնում է C#-ում domain ուրիշները չունեն եւ current principal ֆունկցիայով կարճ ասած մեզ կվերադարձնի։ Այսքանը այս մասով backend-ով կարող եք չնայել, դրա կարիքը այդքան չկա։ Եվ վերջինը, ամենավերջինը, ես վերջացրել եմ։ Մի հատ էլ ծրագիր աշխատացնենք, էլի, ռոլերը, քանի որ 3 հատ են։ Հիմա ես կհավաքեմ alb darp, այնտեղ կա, ճիշտ կգնա password-ը, pass-ը եմ գրել, որքան գիտեմ, ինքը կտա իմ մասին տեղեկություն, ավտորիզացիա, authentication-ը եղել է, անունը կա admin-ես true, բայց դու պրոգրամեր չես։ Եվ ես մնում է, այս երյակը, սա ով է։ Եվ դրանով վերջացնում ենք։ Չմոռանանք, որ մենք երրորդն էլ ունենք, բայց ես դա չեմ աշխատացնում, եթե այստեղ այս ցեն ավելացնեմ, ինքը կարճ ասած ռոլերը չի լինի, չունեմ որտեղից տա։ Հիմա ծրագրում կա մի հատված, որով եւ մենք կվերջացնենք այս դասը։ Ծրագրի այդ հատվածը կոչվում է Clamps-ներից օգտվել, տեսեք, սխալ տեղ ցույց տվի, այս է։ Clamps principal-ը հենց հիմա Visual Studio-ում դրված է, Clamps-ում պաշտպանվում է նաև ձեր security-ին հատուկ ձևով պահելու համար, ուրեմն ավտորիզացիան եւ աուտենտիկացիան պահելու համար, եւ ստացվում է, որ ինքը
Ձեզ կարատան ունից name-ը, claims-ը, ուրեմն named claims-ը կարատա type-ը ենթադրենք եւ value։ Այսինքն հաջորդը, եթե ես վերցնեմ B եւ B-ը լավ եմ հիշում, ինչ է ստացվում, որ մեր ծրագրում նաեւ նախատեսված է HTTP շատ հին 2005 թվի սայթում հիմա սա չի պահում ինքը արդեն, երևի ուրիշ ռեֆերենս կունենա, բայց որևէ կրամսում դուք կարող եք պահել իրեն եւ այնտեղից կարդալ, ավելի ոչ թե ձեր սերվերից նույնիսկ ուղարկել ինքը պահում է, այսինքն BBB-ն կպահի, որ դուք պրոգրամեր եք, որ ինքը նույնիսկ team leader ունի, սրա մասին է խոսքը գնում։ Այսպիսով ստացվեց թեմայի այս մեծագույն օրինակով թեմայի ավարտը, որ մենք իրավունք ունենք նաև տեսեք անուն ձեր բերած ֆիրմաներում ունենալ այդ ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան ես հենց հիմա ստացա ուրեմն claims տեխնիկական հնարավորությունով եւս մի անգամ արդեն մոդելը գծելով աուտենտիկացիան եւ ավտորիզացիան ես բացատրեմ, դա ցանկություն առաջացավ։ Տեսեք, ունեմ համակարգ, որը ծառայություն է մատուցում։ Այդ համակարգում ինչ է պահում։ Պետական կլինի, Facebook կլինի, համակարգ, system։ Այդ համակարգում պահում է անուններ, name, ձեր անունն է, ու մի հատ է ինքը, ABC, Albert Einstein եւ այլն։ Այդ համակարգում պահում է նաև, տեսեք, ձեր salt-ը եւ բանը ինչա կոչում, ծածկագրված password salt-ը։ Ուրեմն password salt։ Եվ այդ համակարգում պահում է նաև role։ Ահա մեզ մոտ ստացվում է, որ համակարգում կա role եւ ինչը չկա։ Name-ը սխալ ասի, իսկ որ անեն password-ը իսկական, որը user ունենք ենթադրենք, ունի password անուն ABC եւ ունենք password։ Ասենք 1 2 3։ Այս password-ը նորից եմ ասում, չի պահվում։ Կա, այս 3-ը գոյություն չունի, սա կարևորագույն տեղն է մեր օրինակում։ Այս կարևորագույն տեղում մենք տեսանք մուտք ենք լինում այս երկուսով username password, սա կրիպտոգրաֆիայի էությունն է։ Ճանապարհին շատ կարևոր միտք եմ հիմա ասելու։ Ճանապարհին շիֆրացիա, դեշիֆրացիա անում այս password-ի անունի, շիֆրացիա, դեշիֆրացիան սիմետրիկ թե ասիմետրիկ։ Ճանապարհին գողություն չլինելը սերվերը չի կարող իր վրա վերցի, բայց իր ծրագրերով է դա արվում։ Հատուկ շիֆրացիոն, ասիմետրիկ կոդը ամենալավն է, RSA ալգորիթմ եւ այլն։ Ճանապարհը անցակ։ Ճանապարհը, որ դուք անցնում եք, ճանապարհի վերջում իմ անվան տակ, այս անվան տակ դեռ սա չկա ենթադրենք։ Salt-ն է պահում, ես salt-ացված password-ն է պահում։ Այսինքն մենք ստեղ ունենք salt եւ salt-ացված password ունենք։ Ունենք նաև role, թե ինչով է զբաղվում։ Այսինքն այս երյակը ստեղ ծածկված 2 եւ 3։ Role դերերը, ուրեմն բանը salt-ը եւ password-ը ստեղ պահվում է։ Երբ որ դուք վերջապես ճանապարհ եք անցնում, այս ճանապարհի վերջում ինքը հատուկ ալգորիթմներով կստուգի ձեր անվան դիմաց կգա կկանգնի այստեղ, շատ լավ, հետո ինչ կատարի այդտեղ։ Ինքը այդտեղ կկատարի ստուգում ձեր ուղարկած password-ը այս salt-ի հետ կաղավորի եւ կհամատի այս salt-ացված password-ի հետ։ Եթե համընկավ ձեր մուտքը թույլատրվում է։ Վերջի անգամ եմ ասում եւ դաս ավարտում եմ ինչ մտքով, որ եթե password-ը այս ABC password-ը չի պահվում սիմվոլային, սխալ ասեցի։ Այս 1 2 3 password-ը սա հանեցինք, ուրեմն 1 2 3 password-ը չի պահվում այստեղ ընդհանրապես այլ նրա փոխարեն պահվում է salt-ը եւ salt-ացված, հեշացված կոդը, այսինքն հեշտ կոդով salt-ավորումը կամ հեշտ կոդով salt-ավորված password-ը։